Կլոր սեղան է։ Այո։ Կլոր սեղանի շուրջ նստած են Հայաստանի բոլոր նախագահները, բացառությամբ գործող վարչապետի։ Ճողիկն էլ կա, ինչու՞ չէ։ Անտա դրամարեն ինքը նեղանում ասում են։ Հա, օքեյ։ Ինչ անել, որ Հայաստանը կործանման տանող ճգնաժամից դուրս գա։ Ես երջանիկ կլինեմ, որ բոլորը հավաքվեն։ Պարոն Աբրամյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Գիտեմ, որ դուք պետք է ներկայացնեք այստեղ ձեր ծրագիրը, կարևոր ծրագիրը, բայց մինչ դրան անցնելը մեկ այլ հարց ունեմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք, շնորհակալ եմ, որ ընդունել եք։ Մեծ ուրախությամբ հիմա տվեք ձեր հարցերը, ես էլ կպատասխանեմ։ Պարոն Աբրամյան, հարցս հետևյալն է։ Այն ճգնաժամը, այն լուրջ ճգնաժամը, նույնիսկ էգզիստենցիալ ճգնաժամը, որ այսօր ապրում է Հայաստանը, իրականում ոչ միայն Հայաստանի ճգնաժամն է, այլ հայ ազգի ճգնաժամը։ Եվ այդ առումով ինձ հետաքրքիր է, դուք Սփյուռքում, թե Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանում, թե այլ երկրներում, եվրոպական, մերձավոր Արևելը, շատ եք հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչներին, էլիտային, թե ինտելեկտուալ, թե բիզնես էլիտային։ Իրենք մտահոգված են, իրենք հասկանում են, որ այսօրվա ճգնաժամը ոչ թե Հայաստանի, այլ հայ ազգի ճգնաժամն է։ Գիտեք, այդ շատ լավ հարց է, ես ձեզ ասեմ, ցավոք սրտի դե գիտեք, ես մոտ 27 տարի զբաղվում եմ այս խնդիրներով, շատ ցավում եմ, բայց ասեմ, բոլորը մտահոգված են, բայց անտարբեր են դարձել։ Այդ տարապանքը չկա, որ այս ինչ եղավ մեր հետ, ոնց կարող եք մի ամբողջ Ղարաբաղ կորցնենք եւ ոնց բոլորս իրար հետ, ես հանգիստ ոնց որ ոչինչ չի պատահել։ Բայց դա չի ազդում իրենց կյանքի վրա։ Բոլորը բողոքում են։ Բոլորը ասում են, որ այո, Հայաստանի վիճակը, այս վիճակում, որ Հայաստանը պետք է անորոշություն է, շատ մարդիկ չեն էլ հասկանում ինչա կատարում։ Իրենք մի քիչ այլ ձևով են նայում, որ խաղաղություն ենք բերում, շուտով խաղաղություն կլինի։ Իրանք ուզում են խաղաղություն, իրանք չեն հասկանում խաղաղության գինը որն է։ Ինչ գին ենք մենք վճարում այդ խաղաղությանը, որ պետք է մենք բերենք։ Այդ մեկ, երկրորդը, իրանք չեն հասկանում թե այդ խաղաղությունը երկար է տևելու, թե կարճ։ Այսինքն Սփյուռքում են հավատում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Շոր մի մասը, գիտեք, իշք հավատում են, իսկ կարող եմ ասել, գիտեք, որտեղ բոլորն են ուզում խաղաղություն։ Իրանց ցանկությունը ուզում են ասեն, հոգնել ենք բոլորս այս կռիվներից, հոգնել ենք մեր ազգի երիտասարդներին կորցնելուց, հոգնել ենք այդ ճգնաժամերից, այդ աղքատությունից, հոգնել են բոլորն էլ։ Իրանք ուզում են, ասում են, հեսա խաղաղություն, լավ կլինի, որ Ադրբեջանից ստորագրի։ Իսկ բայց էլ եմ նորից կրկնեմ, իրանք չգիտեն խաղաղության գինը, որ մենք ինչ ենք վճարում եւ այդ խաղաղությունը ինչքան կտևի։ Պարոն Աբրամյան, իսկ Ռուսաստանում ապրող հայերը արդյոք ստանում եք բողոքներ, հավանաբար որպես հայերի միության նախագահ, ձեզ հավանաբար դիմում են մարդիկ, չեն ասում, որ ասենք ադրբեջանցիների հետ իրենց հարաբերությունները վերջին շրջանում պատերազմից հետո ավելի դժվար են դարձել կամ իրենց ավելի վատ են ընդունում նույն ասենք բիզնես շրջանակներում, կան նման խնդիր, թե դա Գիտեք, ասեմ, մեզ լրիվ արժեքազրկում են բոլորը ադրբեջանցիները, այսօր Ռուսաստանի, իրանք համարում են, որ մենք բոլորս Փաշինյան ենք եւ ինչ ուզեն, կարող են ասել մեր մասին, այո, գիտեք, պսիխոլոգիական գենոցիդ է։ Այսինքն հայ ազգի հոգեբանական ցեղասպանություն։ Հայ ազգի, դա իրոք այդպես է։ Գիտեք, ջղայնանում են, ասում են, ին վրային ջղայնանում, ասեմ, հանգիստ ես ղեկավարը չեմ, ես էլ ձեր հետ համաձայն եմ։ Գնանք Միացյալ Նահանգներ, պարոն Աբրամյան, դուք մասնակցել եք Դոնալդ Թրամփի ինագուրացիային։ Այո, մասնակցել։ Իսկ Միացյալ Նահանգներում ես համոզված եմ, որ նաև հանդիպումներ եք ունենում տարբեր պաշտոնյաների հետ։ Նրանք հասկանում են, որ հայ ազգն ու Փաշինյանը տարբեր բաներ են, թե ցանկացած հայի ընկալում են որպես մի երկրի քաղաքացի, որի ղեկավարը Փաշինյանն է։ Այդ պահը կա Միացյալ Նահանգներում էլ կա այդ պահը։ Մեծ խնդիր է։ Թե մենք իրանք Ամերիկայի համար մենք կանք թե չկանք, դա նշանակություն չունի։ Ընդհանրապես իրանք գիտեն, որ մենք Ղարաբաղ ենք կորցրել եւ զարմանում են։ Օրինակ եղել են կոնգրեսմեններ, սենատորներ, որ եղել են Ղարաբաղում, եկել են, մասնակցել են։ Այսօրվա ես ասեցի հետախուզությամբ պետը։ Այո։ Իրանք եղել են, գիտեն, դες ափսոսում են, ասում են։ Բայց իրանք գիտեք, իրանք իրենց խնդիրներն ունեն։ Իրենց համար Հայաստանը ինքան հեռու է, ինքան անհասկանալի է։ Բայց ասում են ո՞նց եղավ, ինչու այդպես արեցինք։ Եվ իրանք չգիտեն, որ մեր սահմանում նստած են։ Այսօր ադրբեջանցիք մեր սահմաններում են։
Իրանք ունեն 15-20 լրատվական միջոցներ Ռուսաստանում գործող նկատի ունեք համայնքային։ ոչ միայն Ռուսաստանում, աշխարհում մեկ, նույնը Ամերիկայում։ Հա։ Որ անգլերեն տարբեր լեզուներում լրիվ ուրիշ բաներ են ասում։ Մեզ ասում են մենք իրանց խաղաղություն ենք ուզում, իրանք չեն ուզում։ Մենք առաջարկում ենք ամեն ինչ, այսինքն մենք դուրս ենք գալիս հրեշն ենք։ Մենք ամեն ինչ մեզանից վերցնում են, մեզ սպանում են, մեզ Այդպես են մեզ այո, մեզ սպանում են, մեր գործող եւ նախկին նախագահները այնտեղ նստած են բանտերում։ Այդ մասին չեն խոսում։ Իրանց տերորիստ են համարում, որ տերորիստերին ձերբակալեն, մյուսներն պետք է ձերբակալեն։ հնարավոր է որ ազատ թողնեն, ինչ է կարծում։ Դե գիտեք, ինչ կա, դե եւ որ մենք ունենք այսպես իշխանություն, դա հնարավոր բան չի։ Այսինքն իշխանությունը կարևոր դերակատարություն ունի։ Իշխանությունը, բայց գիտեք, իրանք որ մեզ սպանում են, բախի մենք մի 500 հոգու ռոզիսկի չենք տվել։ Որ մեզ սպանել են, մեզ արել են։ Ես դուրս եմ գալիս բանակցային գործընթացից, միջև այդ մարդկանց չազատեք։ Այդ դեպքում Ադրբեջանը պատերազմը կսկսի, ինչպես ասում են այսօրվա իշխանությունները։ Դե գիտեք, իշխանությունները։ ինչ կա, դա այնպես վախացում եք ժողովրդին։ Դրա համար պետք է մեկը լինի, որ գա եւ ասի, ոչ բոլոր խնդիրները Փաշինյանի հետ կապնված է։ Բոլորը։ Ադրբեջանցիք իհարկե ուզում են Թուրքիան-Ադրբեջանը, որ վերջնական կործանի Հայաստանը, որ վերջնական ոտքը չկանգնենք։ Իրանք դա են ուզում։ Տեսեք, ասում են, այս գազի տրուբան, ասենց ինչ կլինի իրանց մոտ մնաց։ Դե ասում են, հետո կփոխենք, էլի։ Հիմա տվել ենք, հետո կփոխենք։ Գիտեք, դա չի կարելի։ Ես չեմ հասկանում, ես վատ եմ զգում, ես սիրում եմ այս երկիրը։ Ես Իսկ Ռուսաստանի պահով։ Դա շատ անցանք, վերեք անցնենք այլացել։ Այո, հիմա մենք կգանք ձեր ծրագրին։ Ռուսաստանում շատերը քաղաքագետներից շատերը, այդ թվում եւ ոչ ես հայ քաղաքագետների մասին չեմ միայն ասում են, որ քանի մոտենում է ուկրաինական պատերազմի վերջը, ավարտը, Ռուսաստանը կարող է ավելի ակտիվ լինել հարավային Կովկասում։ Դուք ունեք շփումներ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Կա նման բան, արդյոք դրանք ավելի կակտիվանան մեր տարածաշրջանում։ Իհարկե շատ կարևոր է, որ իրանք որ պատերազմը վերջանա, իրանց իրավիճակը լրիվ ուրիշ ձևի կլինի։ Իրանք ուրիշ ձևի կխոսան։ Իրանք շատ լավ գիտեն Ադրբեջանն ով է, իրանք շատ լավ գիտեն Թուրքիան ով է։ Ինչ է։ Իրանք իրան շահերը բազա ունեն այստեղ։ Կարևորում են այդ բազան։ Կարևոր է, իհարկե, կարևոր է երկրորդն էլ իրանց համար կարևոր չի, իրանք արդեն պատրաստ են դուրս գալու։ Իրանք լրիվ պատրաստվել են դուրս գալու, պատրաստ են, ասում են չեք ուզում, ասեք մեզ, մենք վաղը դուրս գանք։ Ոչ մի խնդիր չկա, որ ասում են մենք ռուսներին պետք ենք, չգիտեմ ինչով ենք մենք պետք է ռուսներին։ Ունեն ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, ունեն բավականին լավ հարաբերություններ Վրաստանի իշխանությունների հետ, բոլորի հետ, Իրանի հետ ունեն։ Հայաստանը կորցնում է իր նշանակությունը, այդպես։ Հայաստանի ինչ նշանակություն ունի, կարող եք ասել։ Եթե ասեք ինչ նշանակությունն է այսօր իրանց ռուսների համար, ես ասեմ։ Չկա ոչ մի նշանակություն չունի։ Բացի Ռուսաստանը մեզ ավելի է պետք, քան մենք Ռուսաստանին։ Բայց ոնց եք պատկերացնում, որ ասեմ հակառակն է, դա ճիշտ կլինի։ Դա կլինի, որ ես ոչ մի բան չեմ հասկանում։ Ես չեմ կարող ասել, ես Հայաստանը հայ ազգին շատ սիրում եմ, իմ համար դա ամենակարևորն է։ Ես ամեն օր գնում եմ իշխանությունների ամենաբարձր ղեկավարների մոտ, ասում եմ, գիտեք, բան տեղ մի դրեք, սենց սա կանցնի, սա ժամանակավոր բան է, մենք այս ժամանակ ունենք, կփոխենք, մենք համբերենք, ընտրություններ կլինին, նոր իշխանություններ կգան եւ այլ եւ այլ եւ այլը։ Որ իրանք որ մի քիչ համբերեք։ Երկրորդ հիմա տեսեք, Աստվածտա որ պատերազմը կանգնի։ Ուկրաինական պատերազմը։ Այո, եթե ռուս-ամերիկան հարաբերությունները լավանան եւ կլավանան, մենք կարող ենք շահել։ Կարող ենք իհարկե շահել, լրիվ այլ ձևի կարող է լինել, բայց չպետք է մենք ասենք գնում ենք Եվրոպական միություն։ Մենք Եվրազիայի մեջ ենք, մեր տավարաբարոտ ընդեղ են, ամեն ինչ ընդեղ է, շահը ընդեղ է, մեր գարանտիան ընդեղ է։ Այսինքն մի պահ կգա, երբ որ զայրանան ու մեզ պատժեն ռուսները, ասեն դադարեն մեզ ինչ որ գազ մատակարել։ Եթե այսպես շարունակվի, իրանք պրոստը կասեն շնորհակալություն, ստեսություն, բազան կանեն, կասեն չէ, ինչի պետք է ասեն գազ չենք տալիս, կասեն գազը արժի $800, 1000 կուբամ։ Այո, այսպես Եվրոպան մի բան է լավ է, որտեղ խնդիրներ կան։ Կամ մեր արդեն մենք ծորենը, որ քանի տոկոս չգիտեմ 80-90 80%։ Այ ինչքան որ կառնում են, որ դա մեծ ստրատեգիկ նշանակություն ունի, մենակ դա չի։ Դա կարժենա արդեն այլ գին։ Դուք ասացիք այսօր ասուլիսին, որ ծրագիր ունեք։ Արդյոք դա նշանակում է, որ պատրաստ եք ավելի ակտիվ եւ նույնիսկ քաղաքական ներգրավվածություն ունենաք Հայաստանում։ Չէ, ես քաղաքական ոչ մի ամբիցիա չունեմ, ընդհանրապես։ Ես իմ խնդիրներն ունեմ, ես ոչ մի քաղաքական, բայց ես գիտեք ինչ կա, գիշերները չեմ քնում։
Մեզ տանում են անդունդը, որ մեծ գին ենք վճարելու։ Ես մի անգամ ասել եմ իրագալը ինչա լինելու։ Այ հիմա ավելի խորանում արդեն։ Խորանում է մեծ տերությունների հետ։ Բայց արդեն չունի աջակցությունը մեծ Հայաստանի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը իհարկե չունի, որտեղ Հայաստանի բնակչությունը վատ է ապրում։ Ինքը մի մասն էլ վախենում է, մի մասն էլ, չգիտեմ, ինչով է պահում, բիզնես ունեն, վախացնելով եւ այլ։ Ես չգիտեմ ինչ ունի, այս ընտրությունները ցույց տվեց, ես չգիտեմ ինչքան են խախտել, որ իրոք չունի, Փարաքյալի ընտրությունը որ հստակ ցույց տվեց։ Գիտեք ինչ կա, այն որ ես եմ առաջարկում ծրագիրը, դա ես էլ եմ ասում, ես ոչ մի արդեն չունեմ։ Հետո իրոք դա համարում եմ, որ ամենակարևոր եւ ամենաճիշտ մոտեցումն է։ Դա իմ կարծիքն է, ես շատ երկար մտածել եմ, մենք էլ փորձան պետքա մեր ազգին, եթե մենք փորձան հիմա տարանք, մենք ազգ չենք ունենա եւ պետություն չենք ունենա։ Իրոք դա 100% տենց է։ Այն ինչ որ հիմա անում է Փաշինյանը, այդքան եթե նա ինչ որ ասում է, այսինքն պատմությունից տեսեք, մենք դատարան չենք կարող գնալ։ Մեզ Բաքվի ջարդերը սպանել են, մեր Սումգայիթի դեպքերը կան, մեզ սպանել են այստեղ պատերազմ, մեր գերիները այնտեղ ամեն ինչը։ Բայց հակառակը կա Ադրբեջանից։ Մեզ կդատեն, մեզ ցեղասպանության համար կդատեն եւ որ ասում է սա մերն է, չէ՞, պլաստմասայի կտորը ցույց է տալիս։ Ինքը լսում է Ադրբեջանը ինչ ասում։ Դուք լսում եք Ադրբեջանը ինչ ասում։ Ինքը ասում է չէ, ասում է չէ, պետք է ճանապարհը բացենք, Զանգեզուրն է մերը, Երևանն է մերը եւ այլը։ Երկրորդը խաղաղության պայմանագիրը դա գարանտիա չի, որ մենք խաղաղ պետք է ապրենք։ Հատկապես առանց երաշխավորի, այսինքն երրորդ կողմ չկա, ով կարա երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմը չկան։ Այսինքն դա ոչ մի բան է, թուղթ է։ Մենք էլ Իսկ Ռուսաստանը կհանդուրժի, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկուսով ասենք ոնց կընկալեն, որ իրենք չեն մասնակցում։ Դե եթե մենք մեր իշխանությունը անում է ինչ որ անում է, Ռուսաստանն ինչ անի։ Այսինքն իսկապես պետք չենք Ռուսաստանին, եթե ինչին ենք պետք, ես չեմ կարող հասկանալ, որ ինչին է։ Այսինքն մենք ասենք գնում ենք Եվրոպա, մենք իրանց հայու ենք, իրանց ինչ ասենք, որ այնտեղ ամեն ինչ ասում է, հետո ասենք գիտես, բա մենք ձեզ պետք չենք, բա մենք ենք, ինչ որ անում ենք, մեր հարաբերությունը մենք ենք փչացնում։ Մենք առաջերտը մենք պետքա մեզ պետք լինենք, սկսենք դրանից, մենք պետքա որոշենք, մենք պետք ենք, օրինակ մենք ունենք Դաշնակից Ռուսաստան, մենք ունենք բլոկ, որ բլոկի մեջ մտել ենք Եվրազիայի եւ տնտեսական եւ ռազմավարական ՀԱՊԿ, Եվրասիական միություն, այո, ՀԱՊԿ, Եվրասիական միություն եւ այլն։ Միայն Հայաստանը չի կարող առանձին գոյություն ունենալ որպես պետություն։ Անհնարին բան է, որ ասում եմ մենք ուրիշների նկատմամբ ոչ մի պահանջ չունենք, ինքը չի լսում, այո, ուրիշներն են մեր նկատմամբ, ինքը իրան չի լսում։ Գանք ձեր ծրագրին ինչ է պետք անել այս ճգնաժամից, այս փլուզումից դուրս գալու համար։ Փլուզումից դուրս գալու համար միասնականություն է մեզ պետք։ Ոնց է պետք դա։ Դա միասնականություն է պետք։ Մենք պետք է ունենանք ծրագիր։ Տեսեք, ես ինչ եմ առաջարկում, միասնական։ Գիտեք, մենք Հայաստանին իշխանությունը պետք է գան մարդիկ, որ պատրաստված են, որ հայրենիքը սիրում են։ Որտեղից վերցնենք այդ մարդկանց։ Կան Սփյուռքից նաև։ Չէ, Սփյուռքից է, որտեղից ուզում եք վերցրեք, որ սիրում են հայրենիքը։ Ստեղ կա, Հայաստանում կա, Սփյուռք էլ պետք չի գնալ։ Շատ լավ երիտասարդներ կան, այսինքն որ կյանքը ինչ-որ մի անցում ապրել են իրանց ցույց են տվել իրենց հայրենասիրությունը։ 35-ից ավել բարձր մարդիկ, որ ունեն համապատասխան կրթություններ, որ աշխատել են, որ իրենց հայրենիքը սիրում են։ Մեզ պետք է մի 150 մարդ պատրաստենք։ Մենք պատրաստենք մոտ 2 տարի։ Իսկ մինչ այդ 2 տարին ինչ Հեսա մեր կասենք, անցնենք իրանց։ Մենք այդ երիտասարդներին ընտրում ենք, բոլորս իրար հետ, մեր շուր միասնական մեր այդ բլոկը, ընտրում են, զրուցում ենք իրանց հետ, տեսնում ենք, որ այո, իրանք համաձայն են, որ գնան սովորեն, որից հետո հետ գան եւ ստեղ մնան աշխատեն 25 տարի։ Մի օրինակ բերեմ, հեսա հետ կգանք մնացած հարցերին։ Օրինակ վերցնենք մեր համար անվտանգությունը։ Անվտանգության համար մեզ պետքա մոտ 14-ից 15-ից 17 մարդ պատրաստել։ Վերցնում ենք 17 մարդ, ասենք որոշում ենք։ Միայն նախարարի պաշտոնին 2 մարդ ենք պատրաստում, դե մարդս կարող է հիվանդանա, որ երկրորդը լինի։ Այո, մնացած տեսեք, կա начальник գենշտաբ, կա այսեմ հետախուզություն եւ այլ։ 15 մարդ է պետք, ասեք պատրաստենք։ 15 մարդ ուղարկում ենք 5 երկրներ սովորելու, 3 ամիս։ Ամերիկա,
Բայց ոչ մի խնդիր չունեմ, բոլորը այդ կարող են պայմանագիրել, բոլորին ճանաչում եմ, բոլորին գիտեմ, ինչ որ ասում եմ, ես իրանց հետ արդեն խոսացել եմ։ Ամերիկայից հետո Ֆրանսիա, Ֆրանսիայից հետո մենք ուղարկենք Իսրայել, ինչու։ Կիմանանք Ամերիկայից իր ռազմավարությունը ոնց է, իրանց նախարարությունում աշխատում են։ Նախարարը աշխատում է նախարարի հետ, հետախուզության պետ հետ, դիլի, ասենք որ պետք է զբաղվի դիլի հետ, բոլորը ամեն մեկ համապատասխան իրանց տեղը աշխատում են, սովորում են 3 ամիս։ Եթե շաբաթ կիրակի մեր սփյուռքը իրանց հրավիրում է ճաշի եւ ամերիկացիների հետ ծանոթացնելու էլիտայի Ամերիկայի, եթե այդպեսին ճանաչում են, Ինչ մանրամասն եք մշակել։ Չէ, մանրամասնորեն կա, դա ես հենց մի քիչ ունած կարճ եմ ասում, մանրամասնորեն մշակված է։ Հետո իրանք 2 օր զբաղվում են այդ հարցով, որ շրջապատում են 5 օրը սովորում են, այսինքն սովորեցին, վերջացրեցին, գալիս են Ֆրանսիա։ Ինչու Ֆրանսիա, ասենք մենք իմացանք ամերիկյան համակարգը, գալիս են եվրոպական համակարգը, այնտեղից գնում ենք Իսրայել։ Իսրայելը փոքր պետություն է եւ կարողացել է գերեզոր բանակ ստեղծի։ Մենք իրանց մեխանիզմներն ենք սովորում։ Էդ էլ ենք ուսումնասիրում, որից հետո գալիս են Ռուսաստանն են ուսումնասիրում, որտեվ լրիվ տարբեր է այդ բոլորից ինչ որ ասեցի։ Այդ մեխանիզմներն են իմանում, գալիս են ստեղ։ Նախարարի պաշտոնը, որ պետք է նախարարնի, գնում է նախարարի մոտ աշխատում 3 ամիս, որպես օգնական, այդ մեկը գնում է իր գենշտաբի պետի մոտ աշխատում այդպես օգնական 3 ամիս հետո դառնում են իրանց տեղերը, նախարար եւ այլն։ Այդպես բոլոր ուղղություններով։ Դա 2 տարի հետո, իսկ ինչ այդ։ Դա 2 տարի կտևի, մինչ այդ մենք ինչ ենք անում, մենք հավաքվում ենք, դե մենք բոլորս ուզում ենք Ովքեր մենք, պարոն Աբրահամյան։ Հայաստանի քաղաքացիները, Հայաստան, հայ մարդիկ։ Ովքեր մենք, հայաստանցիների ամենամեծ խնդիրը հենց այդ է, որ չկա մեխանիզմ որոշումներն ընդունելու մեխանիզմ չկա։ Ավելի լավ, չկա մենք կորոշենք իրանց տեղը։ Ասենք հավաքում ենք, քանի մարդ կլինի, հայտարարություն ենք տալի։ Քաղաքական ուժերին եք հավաքում։ Եթե չկան, մենք ենք անում։ Տեսեք, ասում եք, չէ, ծրագիր եմ, ոչ մեկը չի եկել, չէ, ծրագիրը կազմել եմ։ Մանրամասն ծրագիր ունեմ բոլոր հարցերով։ Ես բացեցի Արարատյան Ալյանս, այդ ծրագրերը առանձին ես եմ կազմել եւ ես պատկերացում ունեմ, թե դա ինչ է։ Ձեր ծրագիրը կարա համախմբի հայաստանյան անդիմադիր դաշտը, ասենք, այսպես կոչված արևմտամետներին, ռուսամետներին, երկրորդ նախագահի թիմը, երրորդ նախագահի թիմը, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը։ Բոլորը մեզ պետք են։ Բանտում նստած մարդն էլ մեզ պետք է։ Հայ մարդը բոլորը մեզ պետք է։ Չկան սերբ, կա սերբ-սիպտակ, կա հայ մարդ, կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ մեր սփյուռքից դա կապ չունի, դա կապ չունի, բայց մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանից լինեն։ Մենք իրար չենք հավատում։ Այսօր հայ ժողովուրդը հավատքը կորցրել է։ Ոչ մեկը մեկին չի հավատում։ Ինչ ասես կասեն։ Բայց մենք ժամանակ ունենք տենց ծրագիր իրականացնելու, պարոն Աբրահամյան, եթե ճգնաժամը Հայաստանում։ Այդ մարդիկ, որ ասում են, չէ, ֆունդամենտն է, 2 տարի ժամանակավոր կառավարությունն է, հիմքն են դնում։ Ամենակարևորը ինչու ասեցի 3-ից 5 հարց։ Ամենակարևորը առաջ 3 հարցն է, որ եղած վիճակը չփչացնենք, չկորցնենք եղածը, անվտանգություն ապահովենք, տեսեք դուրս են գալիս։ Ոչ մեկը այն ժամանակ ամեն բոլորը խոսում են առաջին էս Փաշինյանը դուրս են գալիս ես սփյուռքը եւ այլ այստեղ որ մարդիկ չթողեն գնան մնան այստեղ սոցիալական խնդիրներ լուծվի իրանք հույս տանք իրանք տենան որ ամեն օր մի բան փոխվում է ամեն օր եւ կարող եմ ասել առաջի 3 ամսից հետո ամեն օր մի բան կփոխվի ամեն օր իրանք կտեսնեն իրավիճակը ոնց է փոխվում Բայց դա իրականացնելու համար քաղաքական մեխանիզմ պետք է ստեղծել։ Դե հիմա 2 բան կա, քաղաքական մեխանիզմ, կամ ասում ենք պարոն Փաշինյան, տեսեք մենք ունենք ծրագիր, կամ վերցա դու ինքը տարա, կամ էլ թող գնաս տեղից։ Այդ մեկ, երկրորդն էլ, եթե չի գնում դեսա ընտրություններ, հա, արդեն մենք ընտրություններին ներկայացնում ենք մեր ծրագրերը, այդ 150 մարդու հետ միասին, դա շատ հեշտ է արվում, շատ հեշտ, շատ հեշտ։ Միջև ընտրություններ ժամանակ կա Մենք հավաքում ենք մեր թիմը, ունենում ենք մեր 150 մարդը, ինչ որ մենք պատրաստել ենք։ Եթե հետագայում մենք որ գանք, ինչ որ մարդիկ գան, որ դուրս են մնացել, մենք կարող ենք իրանք կցել այդ գործին, մեր ընդհանուր բանին։ Բայց մենք արդեն ունենք պրոֆեսիոնալ, հայրենասեր, դուք հասկանում եք ես ինչ եմ ասում, հայրենասեր 150 մարդ, պրոֆեսիոնալ, եկել են իշխանության։ Այդ մեկ։ Երկրորդը, այսօր կան մարդիկ, որ կարան ստեղծեն իրանց թիմը եւ պահպանեն
եւ ֆունդամենտը դնել միջև իրանք կան։ Իսկ ինչ որ բանակցություններ արդեն անցկացրել եք որոշ քաղաքական։ Ես պատկերացում ունեմ, բայց չեմ անցկացրել, քաղաքական ուժը այդտեղ պետք կարևոր չի։ Կարևորը մենք մեր ծրագիր մեր համախումբներն են, հայրենիք սիրելն է։ Այսօր ցավոք սրտի, տեսեք ընտրություններին էլ ազնական շահը ավելի բարձր է, քան թե հայրենիքի շահը։ Իմ մոտ դա չի անցնում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Ես ամեն ինչ ունեմ։ Ես ոչ մի բան չեմ գողացել։ Ես ամբողջը, չէ, մի րոպե, չէ, ինչին է պետք, այդ տեսնում եք ինչ եք ասում։ Դուք Հայաստանի քաղաքացի լինելով ասում եք, սա իմ հայրենիքն է։ Այս երեք գնացել եմ իմ ծնողների գերեզմաններին։ Իմ ծնողներն են այստեղ։ Իմ եղբայրներն են այստեղ։ Իրանց երեխաները թորներն են այստեղ։ Իմ երեխաները կարող է վաղ ուզենան գան այստեղ ապրեն։ Ես չգիտեմ։ Ինչ ասես կարող է լինել, իմ հայրենիքն է։ Ես հպարտանում եմ իմ հայրենիքով։ Ես հպարտ ասում եմ, ես հայ եմ, ես նախագահ Ամերիկայի նախագահ, ես իմ Եվրոպայի նախագահ, ով ուզում է լինի, ում հետ որ ես շփում ունեմ, ես ասում եմ հպարտ ձևով հայ ենք։ Այո, այսօր դժվարություններ ունենք, այսօր էլ եմ ասում, ես ասում եմ, որտեվ այո, մենք խնդիրներ ունենք։ Ես հավատացած եմ, որ վերջը դա գալու է դրանց։ Մենք ես փորձում եմ դա անեմ։ Ես հիմա տեսեք, սա մի քիչ անց ես կզբաղվեմ այս խնդրով։ Իրանք համաձայնեն, համաձայնեն ինչ նշանակություն։ Իրանք համաձայնանելն ինչ է տալիս, ինչն է փոխում։ Տեսեք, բանի Գյումրիի ընտրություններին։ Իրանք կարող են ընտրել մեր իր տեխնացուն, իսկ այսօրվա իշխանությունը իսկ 10%-ը չհավաքեր։ Ճիշտ միասնականություն ունենալով իրար հետ իրար միասին գնալ։ Ինչու՞մն է խնդիրը։ Ես գիտեմ իրանք դժգոհության չափը։ Երկրորդը, տեսեք 40 թե քան տոկոսն է մասնակցել։ Մոտ 60%-ը չի մասնակցել, այսինքն ոչ մեկին չի հավատում։ Այսօր վստահությունը կորցված է։ Առաջին ես չգիտեմ էլ առայժմս, թե ինչքանով ոնց եմ անելու եւ ինչ եմ անելու, ես այդ մասին մտածում եմ, ես այդ մասին իմ բանակցություններ ունեմ այլ երկրների հետ, մեծ բիզնեսի հետ եւ այլը։ Թե ոնց եք տեսնում ինչ ենք անում, որ իրենցից ինչ որ ուժ ներկայացնող, այսպես կոչված բիզնես էլիտան, ինտելեկտուալ էլիտան ձեզ կաջակցեն, օրինակ Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների։ Եթե չաջակցեն, ուրեմն ես դա չեմ անի։ Ես չի եղել մի բան, որ ես անեմ, կարող ուշանա։ Այսինքն մենակ ձեր միտքը չի, հավաքական ինչ-որ ծրագիր է։ Իհարկե կա ծրագիր, ես մարդկանց հետ խոսում եմ։ Կարող եք պատկերացնել հետևյալը. կլոր սեղան է։ Այո։ Կլոր սեղանի շուրջ նստած են Հայաստանի բոլոր նախագահները, բացառությամբ գործող վարչապետի։ Թողիկն էլ կա, ինչու՞ չէ։ Անտատ դրա համար են ինքը նեղանում ասում են։ Հա, օքեյ։ Բոլոր նախագահներն են նստած, ամենահարուստ հայերն են նստած, ամենահայտնի գիտնականներն, ամենակարող գիտնականներն են նստած, ասենք մի 15-20 հոգի, այսպես կոչված ազգի էլիտան, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Սփյուռքի։ Կա այսպիսի մի հատ կլոր սեղան, բոլորը նստած են եւ բոլորը փորձում են հասկանալ ինչ անել, որ Հայաստանը այս ճգնաժամից կործանման տանող ճգնաժամից դուրս գա։ Կարող եք պատկերացնել այդ պատկերը եւ կարող եք օրինակ դուք լինել մոդերատորի դերը ստանձնել։ Ես երջանիկ կլինեմ, որ բոլորը հավաքվեն եւ իրար հետ նստենք եւ ասեմ ինչ որ ձեզ ասում եմ։ Սփյուռքը ամբողջովին հեռացել է Հայաստանից եւ Դե նայեք Շվեյցարիա։ Տեսեք Շվեյցարիա, հեռացել է։ Այդտեղ մարդիկ են ում դուք ճանաչում եք։ Իհարկե շատ Մերով Վարդանը, չէ՞, դե շատ լավ տղա է, շատ։ Ես իր հետ գիտեք 25-30 տարի քննարկում եմ այս հարցերը։ Տեսեք, բայց նստած ինքը համաձայնվում այսօրվա իրավիճակի հետ։ Իսկ չեք հարցրել հետո այդ հանդիպումը։ Այս հեսա պետք է Շվեյցարիա գնամ, պետք է իմանամ, ասեմ Վարդան ջան, միգուցե մի բան գիտես, որ մենք չգիտենք։ Ասեք մենք էլ իմանանք, իզուր ժանոց ճանապարհը չբռնենք։ Իրենք ինչ կա։ Բայց իրոք տենց է։ Տեսեք ինքը նստած չէ, իրանք չեն ասում կամ օրինակը։ Տեսեք, ցեղասպանության ես իմ վան, քաղաքացի, ինչ անը, գնաք այնտեղ ապրեք։ Ցեղասպանություն այսօր ասեցի ձեզ։ Դա թեմա է, դա չի կարելի։ Դե պատկերացնում եք, սա հանգարց մի հատ պատկերացրեք, դե իհարկե մենք հրյա չենք եղել, չենք կարող լինել, մեզ պետք է այլ, մենք պետք է լինենք հայ, որ հրաները մեզ ասեն։ Այո, տեսեք, ասեն, որ իրանք ասեն խալախոս չի եղել։ Բերեք այդ հարցից, այսինքն մեզ բաց չի վարձա, մեզ կարելի է։ Մեզ էլ պետք է բացառել դա։ Ասեք բա դրա մասին։ Ասեք, դուրս եկեք բոլորդ ասեք, բացառում ենք, պարոն վարչապետ, եթե դու մեր վարչապետն ես, մենք ժողովուրդն ենք, եթե դա չես բացառում, ուրեմն մեզ ինչ վարչապետ։
Բայց դուրս եկեք ասեք։ Կնքի պայմանագիրը Բաքվի հետ Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, նա X-ա Փաշինյանը, մարդ չեմ հասկանում։ Դա ասում է դատա, այսինքն մենք պետք է բոլոր դատարաններից դուրս բերենք մեր սա ամեն ինչը, չդատվենք իրանց հետ։ Ինքը վախացնում է, եթե Ադրբեջանն ասում է այդ հարցը պետք է հանես, էլ չբողոքես մեր, չդատես, մենք պետք է իրանց դատի տանք, ոչ թե իրանք մեզ։ Բայց տեսեք ինչա կատարվում։ Դա է խնդիրը։ Դες գիտեք, ես մեծ ուրախությամբ օրինակ կուզենայի մեր բիզնես էլիտան այն կան շատ լավ մարդիկ կան, շատ ասենք Ռուսաստանում շատ լավը կան իրանց հետ միասին, որ գանք այստեղ բոլորս են նստենք, իրանք էլ մասնակցեն, Շվեյցարիա Վարդանն էլ գա, բոլոր տարբեր նախագահները տես բաներ կազմակերպում են ֆորումներ։ Դե գիտեք ինչ կա, ես էլ էի կազմակերպում մեծ ֆորումներ, դες ասեմ, բերելու էլիտան Ռուսաստանի արտադրության նախագահան եւ առևտրի պատկերացնում եք Ռուսաստանի դաշտության, արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը։ Ում ասես բերել եմ այստեղ։ Ռուզի Ջուլյանին գիբերբեզապասնստի խորհրդականներ Տրամպի։ Մարդ իր ամբողջ կազմով 11-12-ը իր եկել էր այստեղ։ Մեր վարչապետը համարեց որ դա ինչա վնավ որ իրան ընդունեն։ Մենք արդեն վերջացնում ենք եւ ես ուզում եմ ձեզ գիտեք ինչ մաղթել պարոն Աբրահամյան, որտեվ արդեն շատ երկար տարիներ է ճանաչում եմ ձեզ եւ առնվազն 5-6 անգամ նման հարցազրույցներ ենք ունեցել, չհոգնեք։ Հայրենիքի սերը թույլ չի տալիս ես հոգնեմ։ Այնպեսի դա մեծ արժեք է, որ բոլոր արժեքները, ընտանիք, բիզնես, այդ ամենաբարձր արժեքն է, եւ որ դու սուրում ես քո հայրենիքը։ Դա իսկ ինքը տեսեք հայրենիք չկա, աշտ չկա, ազգասիրություն հանենք, էսը հանենք, սա է խնդիրը։ Այսօր ամեն ինչից զրկել են մեզ։ Այդ դա խնդրեմ է։ Մենք պետք է դա հետ բերենք, իրար հետ համերաշխ աշխատենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եկել եք մեզ մոտ։